Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Այսինքն, յետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ Եվ սա ուշադրություն դարձրեք։ Քովիդի համավարակի եւ պատերազմի տարվա ներառմամբ եւ այս թվի մեջ բնականաբար չի ներառված պետական պարտքը չի հաշվառվում ընդհանրապես որպես պետական բյուջեի եկամուտ։ Այս թվի մեջ չեմ ներառել նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից 2020 թվականին պետական բյուջեին փոխանցված գումարները։ Այսինքն խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է։ Սա ասում եմ նաև այն քննադատություններին ի պատասխան, թե մեր կառավարությունը հեղափոխությամբ եկավ իշխանության եւ մոռացավ թալանածը ետ բերելու խոստումը։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ, որտեղից այս 4.2 միլիարդ դոլարը։